Ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում է արհեստներ եւ մասնագիտություններ հաղորդաշարը եւ այսօր մենք այցելենք Գյումրու սելեկցիոն կայան եւ կներկայացնենք թե ինչ կարեւոր գործունեությամբ է զբաղվում Գյումրու սելեկցիոն կայանը։ Գյուղատնտեսական մշակաբույսերի ուսումնասիրության տեղական սորտերի եւ պոպուլյացիաների փորձարկման աշխատանքների կազմակերպման նպատակով ԽՍՀՄ հայ ժողկոմատի որոշմամբ 1924 թվականի գարնանը Հայաստանում նախալեռնային գոտում բնորոշ պայմաններում Շիրակի Տափաստանում Լենինական քաղաքի հյուսիս-արևելյան հատվածում ծովի մակերևույթից 1547 մետր բարձրություն ունեցող սևահողերի վրա կազմավորվում է միութենական սորտացանցի հենակետը։ Սերմ փորձագետին հանձնվում է ամերկոմի եւ կոմունալ տնտեսություններից առանձնացված 21.5 դեսյատին, այսինքն 12 հեկտար հողատարածություն։ Երկու տարվա գործունեությունից հետո 1926 թվականին Համամիութենական բուսաբուծության գիտական հետազոտական ինստիտուտի միջնորդությամբ Հայաստանի հողժողկոմատը Լենինականի սերմ փորձագետը վերակառուցում է տեսակափորձադաշտի։ Դաշտերը բաժանում են 5 դաշտյա սերմափոխահողամասերի եւ կազմակերպվում է սերմաշրջանառության հետեւյալ սխեման։ Զբաղված ցել, աշնանացան, գարնանացան, արմատապտուղներ, գարնանացան։ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության Գյումրի սելեկցիոն կայանը ունի շուրջ 100 տարվա պատմություն։ Այն ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև տարածաշրջանում ամենամեծ գիտական սելեկցիոն գիտաարտադրական կազմակերպությունն է։ Գյումրի սելեկցիոն կայանը կարևոր դեր է զբաղեցնում հանրապետությանը սերմերի մատակարարման հարցում։ Մենք արտադրում ենք բարձր վերարտադրության, էլիտային եւ սուպեր էլիտային վերարտադրության, հացահատիկային, հատիկանդեղենային, բանջարաբոստանային, յուղատու մշակաբույսերի սերմեր։ Ինչպես մեր սելեկցիոն ճանապարհներով ստացված սերմերի, այնպես էլ արտերկրից, մասնավորապես Ռուսաստանից ներկրված սերմերը մեր մոտ շրջանացվել են, ադապտացվելով մեր պայմաններին, արտադրում ենք նաեւ այդ սերմերը։ 2020 թվականից ընկերությունում ներդրվեց նաև տոմային անասնաբուծության ճյուղը։ Մենք մեր առջև խնդիր ենք դրել Կովկասյան գործ ցեղատեսակի մաքրացեղ առանձնյակների ստացման համար, որովհետև ինքը ունի շատ բարձր իմունային հատկանիշներ եւ մեր լեռնային պայմանների համար առավել դիմացկուն ցեղատեսակն է։ Միևնույն ժամանակ մենք կատարում ենք տոմային անասնաֆերմայում սելեկցիոն աշխատանքներ, Կովկասյան գործ ցեղատեսակի կենտանիները ընտրության եղանակով սերմնավորվում են Հոլշտեյն, Սիմենտալ եւ Շվիդ ցեղատեսակի կենտանիներով, նպատակ ունենալով ստանալ նոր առավել արդյունավետ եւ պրոդուկտիվ սերունդ, ցեղատեսակ, ինչպես նոր ցեղատեսակի ստացման համար, այնպես էլ Հայաստանի Հանրապետության ֆերմերներին տեղեկացնելու, թե խաչասերման արդյունքում ստացված սերունդը ինչ որակական եւ արտադրական հատկանիշներ ունի, որ ենթադրենք ֆերմերներն իմանան իրենց Կովկասյան գործ ցեղատեսակի կենտանիներին ինչ սերմնայակով սերմնավորեն։
այդ փորձնական աշխատանքները արդեն սկսվել են մոտ 1 տարի, մենք ստացել ենք F1 սերունդը, ինչպես եկեր, այնպես էլ արուներ։ Մենք մեր հաստիկացուցակում կատարել ենք փոփոխություն, ներդրել ենք տոմայի անասնաբուծական սելեկցիայի բաժանմունք, որը հիմա շատ ծավալուն ու խիտ աշխատանքային ռեժիմով սկսել են աշխատել։ Ներկա դրությամբ կատարում ենք հացքաղ, այսինքն բերկահավաք, արդյունքները հաշվի առնելով 2019-20 վեգետացիոն տարվա ձմռան ճանշերտի իսպար բացակայությունը եւ աշնանային անձրևների շատ սակավ լինելը եւ ինչպես նաեւ որոշակի խնդիրներ առաջացան կապված համավարակի հետ բաղարդանյութերի ներկրման հետ Հաշվի առնելով այդ բոլոր բացասական ազդեցությունները, մենք այսօր փառքասու ունենք շատ լավ բերկատվություն։ Հուսով ենք, որ մինչև բերկահավաքի վերջը այդ ցուցանիշները կպահպանվեն։ Լենինականի տեսափորձադաշտում, չնայած համապատասխան մասնագետների պակասին տնտեսական ու տեխնիկական պայմանների բացակայությանը, բավականին լուրջ ու ծավալուն աշխատանք է կատարվում, տեղում տարածված ու ներմուծված տարբեր մշակաբույսերի ուսումնասիրման ուղղությամբ։ 1924-ից 1926 թվականներին ուսումնասիրություններ են կատարվել վարսակի 17 տեսակի վրա 3 կրկնողությամբ, ցորենի 19 տեսակի վրա 3 կրկնողությամբ, գարու 20 տեսակի վրա 2 կրկնողությամբ, եգիպտացորենի 17 տեսակի վրա 2 կրկնողությամբ, Սուդանի խոտ 1 տեսակ 4 տարբերակով, շաքարի ճակնդեղ 7 սորտ եւ այլն։ Այդ տարիներին փորձարկվել են ներմուծված տարբեր մշակաբույսերի աշխարհագրական հավաքածուի ավելի քան 200 սորտանմուշներ։ 1926-ից 1927 թվականներին աշխատանքների նպատակն է եղել ուսումնասիրել եւ Հայաստանի նախալեռնային գոտու համար ընտրել գարնանացան եւ աշնանացան հացաբույսերի արդյունավետ սորտեր։ 1929 թվականին համամիութենական հողժողկոմատի եւ կիրառական բուսաբանության ու նոր մշակաբույսերի գիտահետազոտական ինստիտուտի միջոցով։ Լենինականի սորտափորձարկման տեղամասի բազային հատկացվում է լրացուցիչ 20 դեսյատին բարելահող եւ կազմակերպվում է հատիկաընդեղենային եւ կերային կուլտուրաների, ապա հետագայում նաեւ տեխնիկական եւ շարահերկային մշակաբույսերի փորձարկումներ։ 1929 թվականին հայժողկոմատի գծով փորձադաշտում կազմակերպվում է մշակաբույսերի սերմերի աճեցման տնկարաններ, որը մի տարի հետո միացվում է նորաստեղծ ճակնդեղագործական սովխոզին։ Իդեպ հանրապետությունում շաքարի ճակնդեղի փորձարկումներն ու ագրոտեխնիկական հարցերը կազմակերպվել են 1924 թվականից։ Լենինականի փորձադաշտի պայմաններում 3 տարվա հետազոտական աշխատանքների արդյունքներով առաջարկություն է մտցվել Հայաստանում զբաղվել ճակնդեղագործությամբ, որի արտադրական նշանակության առաջին ցանքերը 12 հեկտարի վրա կատարվել են 1928 թվականին, փորձադաշտին կից կազմակերպված ճակնդեղագործական սովխոզում։ Այստեղ մեր առնադրական պահեստներն են հիմնականում, որտեղ որ պահեստավորում ենք արդեն տաշտից բերված սերմը։ Այստեղ կատարում են արդեն զդման, տեսակավորման, ախտահանման, լաբորատոր փորձանմուշների վերցնելու աշխատանքները։ Այս հատվածում բանվորական ճաշարանը, բանվորական հանգստի սենյակը եւ կառուցում ենք նոր լոգարան եւ սանհանգույց, արդեն բանվորական այս հանգստի սենյակը վերջացրել ենք
Ես աջ հատվածում գտնում եք գիտական պահեստը, մեր հիմնարկությունը, ընկերությունը գիտա արտադրական է, ինքը արտադրական բաժինը եւ գիտական բաժինը իրար հետ սերտ համագործակցում են։ Գիտական բաժինը բացի իր ընթացիկ աշխատանքներից, որը արտադրական բաժնին ինքը պիտի սերմերի բավական ռեսուրս, որպեսզի մենք ստանանք էլիտային եւ սուպեր էլիտային վերարտադրություն, այսինքն այնտեղ գիտական բաժնում կատարվում են աշխատանքներ, մոտավորապես 5 տարվա ցիկլով մենք ստանում ենք սերմեր, որը տալիս ենք արտադրական բաժնին բազմացնելու համար։ Բացի դրանից գիտական բաժինը զբաղվում է նաեւ նոր սորտերի սելեկցիոն աշխատանքով։ Մենք հիմա ունենք եւ աշնանացան կարու եւ աշնանացան ցորենի, գարնանացան կարու, ինչպես նաեւ գարնանացան ցորենի նոր սորտերի ստեղծման, փորձարկման ընթացքում են։ Այս տարի արդեն արտադրության ենք դրել գարնանացան ցորենի հայկական նոր սորտ, որը հիմա մի երևի 10 օրից արձանագրենք իր արդյունքները, որտեղ բերքահավաքը դեռ չի վերջացել։ Այդտեղ մենք հիմնեցինք այս տարի 500 քառակուսի մետր մակերեսով ջերմոց։ Ջերմոցը հիմնականում նպատակ ունի սելեկցիոն աշխատանքների իրականացման համար, որը հաշվի առնելով մեր եղանակային պայմանները, մենք դաշտում չենք կարող անցկացնել, քանի որ այդ համապատասխան եղանակների տևողությունը մեր մոտ փոքր է։ Դրա համար պետական աջակցության ծրագրով կառուցեցինք ջերմոց, որտեղ բացի գիտական աշխատանքներից հատկացրել ենք տարածք նաև, որտեղ պետք է աճեցնենք արտադրական տնտեսական նշանակության համար վարունգ եւ լոլիկ։ Ջերմոցի հետևի մասում էլի պետական աջակցության ծրագրով ներդրել ենք 1 հեկտար ինտենսիվ այգի, սև սալոր եւ խնձոր։ Ինտենսիվ այգուն կից հատվածում պլանավորել ենք կառուցել չրանոց, որը հավանաբար սկսենք հաջորդ տարվանից։ Հազար 931 թվականի գարնանը Լենինականի սերմափորձակետի աշխատանքները բարելավելու նպատակով կազմակերպվում է 3 բաժիններ եւ հողժողկոմատի հրամանով փորձադաշտը վերանվանվում է Լենինականի փորձասելեկցիոն կայանի, որն իր մեջ ընդգրկում է 3 բաժիններ՝ հացաբույսերի, հատիկաընդեղենային եւ տեխնիկական կուլտուրաներ, կարտոֆիլի եւ բանջարանոցային մշակաբույսեր։ Երկրորդ բաժինը ագրոտեխնիկայի բաժինն էր եւ երրորդը սերմնաբուծությունը։ Տեսակափորձահողամասում սկսած 1924-ից 25 թվականներին բավական բեղուն ու ծավալուն աշխատանքներ են կատարվել շաքարի ճակնդեղի ուսումնասիրության եւ ներդրման ուղղությամբ։ Մինչև 1929 թվականը, երբ փորձադաշտից առանձնացվում է շաքարի ճակնդեղը եւ կազմակերպվում է զոնալ կայանը։ Կայանն իր կազմավորման առաջին տարիներին ունեցել է 10-ից 12 հեկտար հողատարածություն, ապա ամերկոմի եւ ճակնդեղի սովխոզի լուծարումից հետո դրանց կից բարելահողերը 1929-ից 30 թվականներին ամրացվել է կայանին, այն կազմել է 375 հեկտար։ 1931-ից 32 թվականներին հողերի մի մասը նորից հետ է վերցվել, կայանին մնացել է 100 հեկտար բարելահող։ 1932 թվականին կայանն ուներ արդեն 6 բաժիններ՝ սելեկցիայի, ճակնդեղագործության, բանջարաբուծության սորտակետ, կերահայթայթման եւ սերմնաբուծական, արտադրական ցանքերի։ Կայանի հետագա զարգացման համար կարևոր նշանակություն է ունեցել ՍՍՀ հայժողկոմատի 1937 թվականի հունիսի 29-ի որոշումը հացահատիկային կուլտուրաների սերմերի բարելավման միջոցառումների մասին, եւ այդ որոշման հիման վրա
փորձասելեկցիոն կայանը վերանվանվում է Լենինականի պետական սելեկցիոն կայանի, որը հանրապետությունում միակն էր, որտեղ գիտափորձական աշխատանքների հետ զուգընթաց տարվում էր լայնածավալ սելեկցիոն սերմնաբուծական աշխատանքներ, արդյունավետ ձևով զուգակցված էին գիտության և արտադրական հարցերը։ Հայաստանում գիտական կառույցներ, որոնք որ զբաղվում են առաջնային սերմարտադրությամբ, դա էկոնոմիկայի նախարարության կառուցվածքում գտնվող կառույցներն են։ Մեկը Գյումրիի սելեկցիոն կայանն է, մյուսը Էշմիածնում գտնվող երկրագիտության թանգարանն է։ Փակ բաժնետիրական ընկերություն է էլի։ Այդտեղ աջ հատվածում մեր արդեն անասնաբուծական ֆերման է։ Այստեղ մենք կառուցեցինք էլի պետական աջակցության ծրագրով խելացի անասնաշենք։ Խելացի անասնաշենքը լրիվ պատրաստ է, ինչպես նաև պատրաստ է կտի սրահակից։ Ուղղակի հիմի կապված բերքահավաքի աշխատանքների հետ մեր մարդկային ռեսուրսները աշխատանքում հիմնականում կենտրոնացված են այնտեղ։ Վերջացնելուց հետո պլանավորել ենք արագ վերջացնել նաև խելացի անասնաշենքը և անասուններին տեղափոխել արդեն նոր անասնագում։ Պահեստավորել ենք ձմռան համար նախատեսվող խոդերը, ինչպես արվույթ, կորնգան, ծղոտներ, ընթացքի մեջ է։ Օրը 2 անգամ պարտադիր մաքրում ենք, շաբաթը 1 անգամ պարտադիր ախտահանում ենք, բոլոր հորտերը անցնում են բոլոր պատվաստումները և համապատասխան բժշկական այդ միջամտությունները։ Մենք նաև այս հորտերը, ոչ միայն հորտերը, այլ նաև բոլոր մեր կենդանները անձնագրեր արդեն ունեն, վարում են տոմային մադյաններ, այս այդ փորձնական առանձնյակներն են F1 սերունդը, որն որ ստացել ենք, այս Կովկասյան գորշ և շվից ցեղատեսակի սերմնավոր խաչասերումից ստացված առանձնյակներն են, սիմենտալ մակրացեղ էլի հորտեր են, շարունակությամբ այս էլի սիմենտալ մակրացեղ հորտեր են, սրանք էլ, այս ուրեմն Կովկասյան գորշ և Հոլշտեյն ցեղատեսակի խաչասերումներից ստացված սորտեր են, առանձնյակներ են, F1 սերունդն է, սրանք որձերն են, սրանք արուներն են։ Երևի 2 ամսից արդեն ընտրության եղանակով ընտրենք մեկ արու, որն որ պիտի պահենք հետագայում էկերի հետ խաչասերելու համար։ Հետագա ուրեմն մեր սելեկցիոն աշխատանքները իրականացնելու համար։ Իսկ այս հատվածը մենք ունենք արդեն մաքուր Կովկասյան գորշ ցեղատեսակի էկեր, այս մեր որը ստացվել է էլի ընտրության եղանակով, հոդից ընտրել ենք առավել ուրեմն մաքրացեղ էկին և իրան սերմնավորել ենք էլի մաքրացեղ Կովկասյան գորշ սերմնահեղուկով։ Եվ այդ գործընթացը շարունակական է, մենք էլի ունենք էկեր, էրինջներ, որոնք որ սերմնավորել ենք մաքուր Կովկասյան գորշ սերմնահեղուկով, իրենցից սերունդ ստանալու նպատակով։ Բազմամյա փորձերով հիմնավորվել և ներդրվել են շրջանում խոտադաշտային և խոտադաշտյա պտղափողային 8 և 10 դաշտյա ցանքաշրջանառությունների տիպերը, դրանցում մշակվող մշակաբույսերի պարարտացման, հանքային և օրգանական պարարտանյութերի օգտագործման նորմաներն ու կիրառման եղանակները, դրանց հետազդեցությունը և հողերի բերիության բարձրացման հարցերը։ Գիտահետազոտական աշխատանքներին զուգընթաց հոգ է տարվել կայանում ցանվող մշակաբույսերի բերքատվության բարձրացմանը։ Կայանը հանդիսանում է հանրապետության նախալեռնային գոտու հացաբույսերի ցորեն, գարի, հատիկանդեղենների, լոբի, ոսպ, սիսեր, բազմամյա խոտաբույսերի, կորնգան և արվույթ, բանջարանոցային մշակաբույսերի, սեղանի ճակնդեղ, գլուխ կաղամբ, գազար, էլիտային սերմերի աճեցնողն ու մատակարարը։
Գյումրի սելեկցիոն կայանի նախկին վարչական շենքն է, որը ունի բավական գեղեցիկ ճարտարապետական տեսք եւ նաեւ պատմություն։ Մենք այս մասով ունենք գյուղական туриզմի զարգացման ծրագիր, որն որ ծրագիրը կազմվել է, ներկայացրել ենք համապատասխան եւ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր, ոչ թե մասնավոր, այլ բարեգործական կազմակերպություններին, որոնք որ զբաղվում են հիմնականում նման ծրագրերի իրականացմամբ։ Հույսով եմ, որ մեր ծրագիրը հավանության կարժանանա։ Այստեղ նախատեսված է հիմնել հյուրատուն, շենքը բավական մեծ է, կունենա մոտ 5 ննջասենյակ, 1 խոհանոց, 1 մեծ ֆոյե եւ ամենակարևորը խոհանոցում պլանավորված է մատուցել միայն մեր ստեղած արտադրանքը։ Այսինքն մենք արտադրում ենք եւ հատիկանդեղներ, ոսպ, ոլոր, սիսեր, լոբի, ցորեն, գարի, կատնամտերք իրերտին եւ յուղատու մշակաբույսերից կդավատի ծետ։ Այս տարվանից մենք նաեւ ներդրել ենք բույսերի օրգանական պարարտացման մեխանիզմը։ Եվ մինչ այժմ ստացված արդյունքները բավական ուսադրող են։ Եթե նման մագարտակի արդյունք ունեցանք բերքահավաքի վերջում, 2020-21 վեգետացիոն տարում մենք առավել մեծ ցանկատարածներ կընդգրկենք այդ օրգանական պարարտացման մեխանիզմում։ Եվ նաև ծրագրավորված է մեր ցանկատարածությունները բաժանող հատվածներում ունենք անդառաշերտեր։ Անդառաշերտերի այդ ամբողջ հատվածով կառուցել երթուղիներ, որտեղ որ տուրիստները կշրջեն, կծանոթանան ինչպես ցորենի, գարու, մնացած բոլոր մշակաբույսերի, կարտոֆիլի, եգիպտացորենի մշակությանը, մեր սորտերի սելեկցիոն աշխատանքին եւ իմ կարծիքով հետաքրքիր կլիներ։ Մեր ցանկատարածությունները 320 ամբողջ 23 հեկտար են։ Հիմա այստեղ ցորենի աշնանացան ցորենի Բեզոստը մեկ սորտի սուպեր էլիտա վերարտադրության դաշտն է։ Երևում կարտոֆիլի դաշտն է երևում։ Այն կողմը սիսերն է 7 հեկտար։ Ու սպես 320 հեկտար շրջանացան։ Գյումրիի սելեկցիոն կայան փակbaşնետիրական ընկերությունը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության նախկին երկրագործության գիտահետազոտական ինստիտուտ պետական ձեռնարկության Գյումրիի սելեկցիոն կայան դուստր ձեռնարկության վերակազմավորման ճանապարհով։ Համաձայն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության 1999 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ 319 հրամանով եւ հանդես է գալիս նրա իրավահաջորդը։ Սելեկցիոն կայան ծավալուն գործ է կատարել հանրապետության նախալեռնային գոտու գյուղատնտեսական արտադրության զարգացման համար իր նոր առաջարկություններով եւ նոր սորտերի ներդրմամբ։ Առ այսօր էլ եզակի գիտական օջախ է, որտեղ արտադրում եւ հանրապետության համանման կոդիներին է տրամադրվում հացահատիկային եւ բարձր վերարտադրողականության սերմեր։ Այսօրվա համար այսքանը։ Երևեք մեր հաղորդումներին, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս։ Մինչ նոր հանդիպում։